2022 թվականից Հայաստանի խանութներում ու սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակներ չպետք է լինեին, միայն թե օրենքը շրջանցեցին գրեթե բոլորը։ Կառավարությունը դիմում է ավելի լուրջ քայլերի, վերամշակելով եւ խստացնելով գործող օրենքը։ 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը, ինչպես նաև արկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ, կրշափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Պոլիէթիլենային տոպրակների կիրառումը ոչ միայն օրենսդրական խնդիր է, այլ նաև շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության համար լուրջ վտանգ։ Օդի աղտոտվածությունը սրա հիմնական հետևանքներից է։ Այս նախագծով առաջարկվում է առհասարակ արգելել պոլիէթիլենային տոպրակների եւ նաեւ մեկանգամյա օգտագործման սպասքի այդ պլաստիկ արտադրանքի գործածությունը, այսինքն արգելվելու է առևտրի օբյեկտներում օտարումը եւ արկայությունը։ Սկզբում սահմանվեց 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների կիրառումը, այնուհետև խոսվեց դրանց ամբողջական վերացման մասին, սակայն մինչ այս պահը պոլիէթիլենային տոպրակների սպառումը կարգավորող օրենքը լիարժեք չի արդարացրել իրեն։ 50 միկրոնի սահմանափակումը բերեց, թվում էր թե որ գին ենք բարձրացրել, բայց դա այդպես չէր։ Իրականում ինչի 50 միկրոն, դա էլ շատ են հարցնում, որովհետև 50 միկրոն տոպրակները իրենք ավելի հաստ են եւ ավելի վերամշակման համար ավելի լավ հումք են նաեւ հավաքագրման տեսանկյունից, եթե մենք նայում ենք շրջապատում ցանկացած, չէ, եւ ավելի շատ օդում կամ միջավայրում մենք հանդիպում ենք այդ բարակ տոպրակները եւ ոչ թե հաստ տոպրակներ, այսինքն դրանք ավելի հեշտ են հավաքագրվում բնությունից եւ ենթարկվում վերամշակման։ Չնայած սահմանված սահմանափակումներին, քաղաքացիները շարունակում են լայնորեն օգտագործել պոլիէթիլենային տոպրակներ, վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով 2027 թվականից նախատեսվում է արգելել տոպրակների շրջանառությունը, իսկ գործող պատժամիջոցները խստացնել։ Գործող օրենքով դրա համար պատասխանատու են միայն տեղական ինքնակառավարման մարմինները, այս նախագծով պատասխանատու են լինելու նաև համատեղ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ Եվ տուգանքի չափերն էլ է վերանայվել, եթե գործողով 30-ից 100,000 դրամ է, այս նոր նախագծով դա կլինի 100-ից 150, բայց այստեղ նախատեսվում է նախազգուշացումը եւս այս նոր նախագծով, այսինքն մի անգամ նախազգուշացվելու են տնտեսվարողները, որից հետո արդեն կկիրառվեն համապատասխան տուգանքները։ Անկախ հաստությունից պոլիէթիլենային տոպրակները արգելվելու են։ Պոլիէթիլենային տոպրակին հաճախ այլընտրանք չեն առաջարկում, ինչի արդյունքում նրանք ստիպված են լինում ընտրել այն, ինչ հասանելի է։ Խանութում թղթե տոպրակ առաջարկում են։ Ոչ, ինձ չեն առաջարկել։ Չէ, այս բան չեն հարցրել։ Պոլիէթիլենային տոպրակները շրջակա միջավայրի համար շարունակում են մնալ վնասակար, իսկ հետաքրքիր է ինչ են մտածում քաղաքացիները։ Առողջությունը թանկ է, քաղաքացիները նախընտրում են թղթե տոպրակների կիրառությունը։ Թղթե։ Պատճառը որն է։ Մեր առողջությունը։ Պոլիէթիլեն տոպրակները շրջապատը կեղտոտում են դրա համար։ Թղթի տոպրակները ավելի հարմարավետ են եւ առողջարար են։ Որքան էլ քաղաքացիները գիտակցեն պոլիէթիլենային տոպրակների վնասակարությունը, միևնույնն է, դրանք շարունակում են համարել առավել հարմար տարբերակ։ Թղթե տոպրակները էկոլոգիապես ավելի մաքուր են, բայց պատրվը եթե մի քիչ ավելի ամուր պատրաստեին, երևի ավելի ճիշտ է կլիներ։ Պոլիէթիլները։ Իսկ պատճառը որն է։ Որովհետև սրանք ավելի ամուր են, քան թղթե տոպրակները։ Եթե նախընտրենք էկոլոգիապես մաքուրը, իհարկե թղթե տոպրակները, բայց նայած սպիտանելիության եւ ամրության։ Թղթե տոպրակների ամրության խնդիրը շարունակում է դժգոհություններ առաջացնել։ Շրջակա միջավայրի նախարարությունից խորհուրդ են տալիս անցում կատարել բազմակի օգտագործման կտոր պայուսակների։ Այլընտրանքները շատ են։ Այո, թղթինը միգուցե շատ պրակտիկ չի կիրառության համար, բայց այսօր շուկայում էլ արդեն իսկ առկա են կտորից պատրաստված բազմակի օգտագործման պայուսակները, որոնք բավական ամուր են եւ նաեւ կարող եմ նշել արժեքային առումով ավելի քաղաքացիների համար շահավետ են
եթե մեկ անգամ գնելով այդ կտորի պայուսակը բազմակի անգամ, ուղղակի տարիներով կարելի է դա օգտագործել, այսօրվա 50 միկրոնանոց տոպրակ, որը 40 կամ 50 դրամ է, եթե գումարենք ամսվա կտրվածքով, դա ավելի մեծ արժեք է լինելու, քան այդ մեկ կտորի պայուսակը։ Աղբի գրեթե 80%-ը պլաստիկ է։ Այս ցուցանիշը նվազեցնել հնարավոր է միայն քաղաքացիներին իրազեկելու, վարքագիծը փոփոխելու եւ քաղաքացի պետություն համագործակցության շնորհիվ։ Շատ մեծ աջակցություն ենք ակնկալում քաղաքացիների հանրության կողմից պատշաճ վերաբերմունքի, այսինքն շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի հանդեպ, որ աջակցելով, այսինքն գիտակցաբար մոտենալով այս օրենսդրական փոփոխությանը, որի արդյունքում պահպանելով բոլոր կանոնները մենք ունենանք մաքուր շրջակա միջավայր։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Բեն Անտոնյան, Արմալուր։